Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Ազմանյան 5 հասցեով, պետության և սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների վարչություն քննչական կոմիտե, առավոտյան եկել են ծնողներիս տուն, հորս ոստիկանները տարել են քրեական վարչություն, այնտեղից պետք է բերեն քննչական, այստեղ գործողությունը անեն, ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել, հորս քաղաքական հայտարարությունները, հարցազրույցները կնքին հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի, այս պահի այլ տեղեկություն չունեմ, բոլոր մարդկանց ով զանգում են գրում են շնորհակալ եմ աջակցության համար, բայց որևէ տեղեկություն այս պահին չկա, սուտ կլինի, որ ասեմ, որ զարմացած եմ, մենք բոլորս գիտենք, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի անկախ տնից թե ապօրինաբար թե օրենքով, վերջը սա է լինելու, նա գալու է այն բոլոր մարդկանց հետևից, ովքեր իր դեմ են խոսում, իմ հայրը ոչ հանցագործ է, ոչ կոռուպցիոներ է, մեր տանը առասարակ հանցագործներ չկան, բայց հենց այս պահին իմ ընտանիքի վրա միայն երևի մի 5-6 տարբեր տեսակի դատական գործեր կան, մենք տեսնում ենք ինչպես է վարչական ռեսուրսը մսխվում, ինչպես է քրեաիրավական և ուժային կառույցները օգտագործվում ռեպրեսիաների համար, մենք ապրում ենք մի երկրում, որում կան շատ հանցագործություններ, շատ ապօրինություններ, բայց դրանց հետևից չեն գնում են մեն ընդդիմադիրների հետևից։ Ցավոք սրտի, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այս ամենը լինելու է նորմալ, կրկին մի քանի տարի ևս գնալու ենք դատարանների դիմացը կանգնենք, տեսնենք ինչպես են արդար մարդկանց դատում։ Իմ հայրը 70 տարեկան է, ունի անցած ուղի, իմ հայրը քաղաքական գործիչ է, իմ հայրը հանցագործ չէ եւ միակ պատճառը, որ այսօր նա հետապնդվում է, դա այն է, որ իմ հայրի որևէ իշխանության հետ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի երբեք որևէ գործարքի չի գնացել։ Ընդդիմադիր է եղել եւ իր կարծիքը հայտնել է նաեւ այն ժամանակ, երբ որ Նիկոլը եւս ընդդիմադիր էր եւ իմ հոր կյանքում որևէ բան չի փոխվել, իր բոլոր խոսքերը, իր մտքերն են, ինքը ոչ ոքի չի ծառայում, ինքը չունի ղեկավարներ, ինքը սրտացավ է իր պետության համար, ինքը կանգնած է այս պետության ակունքներում, ինքը սրտացավ է եւ իհարկե տխուր է եւ երբեմն իր ձևակերպումները նաեւ կարող են լինել կոշտ, քանի որ բարդ է լուր նայել, թե ինչպես են քանդում այն պետությունը, որը դու եւ ընկերներդ կառուցել եք։ Շատ հետաքրքիր է, որ 70 տարեկան քաղաքական գործիչի քաղաքական գիտությունների տեխնացուի հայտարարությունների համար այսպես պետական ապարատը աշխատում է եւ լինում են քրեական գործեր, բայց երբ երկրի ղեկավարը պաշտոնական ամբիոններից ասում է մատ պետք է լինի թափ կտան, պետք է լինի ուրիշ բան թափ կտան, որ խոսք է տալի, որ մարդկանց կզացնելու է, սատկացնելու, այդ ամեն ինչը քրեական գործի հիմք չի հանդիսանում, որովհետև քրեական գործի հիմքի համար կարևոր է ոչ թե բովանդակությունը, այլ թե դու ընդդիմադիր ես, թե իշխանական։ Եթե իշխանական ես, ցանկացած պիղծ լկտիություն քեզ կարող ես թույլ տալ եւ որևէ բան քեզ չի լինի, իսկ եթե ընդդիմադիր ես, այսինքն կարաս կյանքդ ամբողջ կյանքդ մաքուր ապրես, օրենքի շրջանակներում լինես եւ պարզապես որովհետև դեմ ես այս իշխանություններին, դառնաս հանցագործ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարծել են, որ ամենը օքեյ է, որովհետև իրենց բիզնեսը օքեյ է, ժողովուրդ ջան, դուք սրա մեջ փայ ունեք, դուք սրա մեջ մաս եք կազմում, որովհետև ձեր ընտրած ղեկավարը, չգիտեմ կոնկրետ ինչքանն են իրան ընտրել, քանի 50 կամ 100,000-ն են ակեղծել, բայց Նիկոլ Փաշինյանին ընտրելով դուք ընտրել եք, որ Հայաստանում ազատության ուժեղ սահմանափակումներ լինեն, խոսքի ազատություն չլինի, ժողովրդավարություն չլինի, բազմակարծություն չլինի, որովհետև ակնհայտ է, թե քաղաքական հարցազրույցների պատճառով այս արդեն երկրորդ գործն է կարվում օրս վրա, առաջի գործի համար նա նստեց ամսից ավել, դրանից հետո մեր վրա տուգանք նշանակեցին 3 միլիոն, գործը դեռ քննվում է, դրանից բացի մեզ ուզում են կոռուպցիոներ սարքեն, օրս վրա ուրիշ գործեր են բացել, ին վրա գործեր են բացել, ամեն ինչ կալանքի տակ են դրել, մեկ պատճառով, որովհետև մենք որևէ մեկին չենք ծառայում եւ մենք պարզ ճակատով մեր քաղաքական եւ առասարային մարկային դիրքորոշումը ամենտեղ հայտնում ենք։ Առայժմ այսքանը, նորություններ որ լինի տեղեկ կպահանջենք։